նախապես պայմանավորություն ունեի, որ սերմ հավաքել։ Իսկ սերմ հավաքելու համար նախ պիտի իմանալ, որն է արդյոք հասունացած սերմը, որը ցանելուց կծլի, որ անիմաստ տեղը իզուր սերմերի չհավաքել, չէ՞։ Ծլում են այն սերմերը, որոնք արդեն չորացել են, որոնց ծաղիկների թերթիկները թափվել են արդեն, հա, և սերմերը հասունացել են, չորացած տեղին, հա, ոնց որ բոխտուզի մեջ ունի, եստեղ ձեզ ցույց տամ հասունացած սերմեր նայեք գույնը, երբ որ ինքը հասունացած, ինքը սպիտակ է լինում, բայց եստեղ արդեն հասունացած է։ Այժմ մենք հավաքելու ենք շատ գեղեցիկ բույսի սերմեր, գայլարդիա անունն է մոռացել, գայլարդիա, նայեք ինչպիսին են հասունացած սերմերը։ Հիմա ստեղ քանի հատ սերմեր։ Ես ուզում եմ ձեզ հակառակը համոզել, որ այս գնդիկի մեջ կա ոչ թե մեկ սերմ, այդ գնդիկի ամենամազիկները մի սերմ է։ հապանայեք, այո, հապանայեք։ Այս մի փոքրիկ գնդիկից 50 եւ ավելի կարող է բույս ծլել, նայեք, դեռ կա եւ այլևս իմաստ չունի հանել։ Մի հատ բույս պիտի դուրս, բայց նայեք ինչքան շատ է իր միջի, կեսնել չեմ հանել դեռ, որ ժամանակ չկորցնենք։ Հիմա դրա համար դուրս են գալիս դուրս, ճանաչում ենք գայլարդիա բույսը, զգուշ մի քիչ ծակոտած, պետք է այնպես բռնենք, որ թաթիկները, մատիկները չտրակեն։ Զգուշորեն, սենց կոպիտ չէ, մկրատով կտրում ենք ու դնում ենք հատկացված արմանի մեջ, գնացին։ Հող վերցնում ենք, որպեսզի վրան ցանենք, բայց ծաղկի սերմերի վրա բարակ շերտով հող ենք լցնում ու ցողում ենք, շատ ջուր չենք անում, որ ինքը չկարողանա խմի ու նեխի, շատ քիչ ենք անում ջուր, որ հազիվ հողը խոնավանա, հա, ահա, և ցանկալի սկզբնական շրջանում մի հատ ծածկել իրան, ասենք այդ տուփը կափարիչ ունի, չէ՞, այդ կափարիչով ծածկում ենք, կարող ենք առաջի քանի օրը միջև ծլելը մութ տեղ դնել, հենց սկսես ծլել, դնում ենք պատուհանակ գոգին, լուսավոր տեղ, եթե պատշգամբ ունեք բաց, ավելի լավ է բաց պատշգամբ ունեք, ավելի առողջ է լինում, քան սենյակային պայմաններում։ Երբ որ մեծանա, արդեն նոր յուրաքանչյուրը կտեղափոխեք փոքրիկ ամանների մեջ, հետո նվեր կտակ ձեր բարեկամներին ընկերներին։